Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, երկու շաբաթ անց հանդիպեցինք Եղեցիլույս հոգևոր հաղորդաշարի շրջանակներում։ Մեր հաղորդումը ուղիղ եթերում է, կարող եք մեզ զանգահարել 302-234-13 հեռախոսահամարներով։ Մեր հաղորդումը ինչպես միշտ հովանավորվում է Շիրակի թեմի առաջնորդարանի կողմից եւ իմ հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյան, Աստված օգնական Սրբազան հայր։ Վաղը նշելու ենք երիտասարդների տոնը Սուրբ Սարգիսը, այսօր տոնի նախօրեին որոշակի ավանդույթներ կան, որոնց երիտասարդները հետևում են, պաս են պահում, եթե երկարատև պաս չեն պահում, գոնե այսօրը պահում են, աղի բլիթ են ուտում, էլ ինչ ավանդույթներ կան, որ անելու են, որ տեսնեն իրենց ապագա հոգուն գերոջը։ Դրանք ժողովրդական սովորություններ են, ավանդույթներ են, որոնց եկեղեցին չի հակառակվում, բայց դրանք եկեղեցական կանոններ չեն, այսինքն Եկեղեցական կանոնը այն է, որ երեկոյան պետք է գալ եկեղեցի, ներկա լինել ժամ 2-անը, որից հետո գնալ տուն եւ սպասել Սուրբ Սարգսի, ասենք, որևէ ձևով տեսիլքին, արտահայտությանը եւ հաջորդ օրը անշուշտ բուն տոնին գնալ եկեղեցի Սուրբ Սարգսի բարեխոսությունը հայցել, օրհնություն ստանալ, մանավանդ հիմա որ վեհապար հայրապետի կողմից հadoop կերպով երիտասարդության օրհնության օր է նշանակված Սուրբ Սարգիսը, բոլոր երիտասարդները պետք է այդ օրը եկեղեցում լինեն եւ եկեղեցու օրհնությունը, Աստծո օրհնությունը ստանան եւ Սուրբ Սարգսի բարեխոսությունը հայցեն։ Անշուշտ մեր տարածաշրջանում ավելի տարածված է նախօրեին եկեղեցի գնալը, քան թե բուն տոնին, բայց երկուսն էլ կարեւոր են։ Իսկ մնացած ժողովրդական ավանդույթները, սովորույթները աղի բլիթի հետ կապված, փոխինդի հետ կապված, ալյուրի հետ կապված եւ այլ հետ կապված, դրանք բոլորը մեզ համար ընդունելի են։ Նշեցինք ավանդույթների մասին եւ ամեն դեպքում երիտասարդները հույս ունեն այդ ավանդույթների հանդեպ, հավատք ունեն դրանց հանդեպ։ Ինչ ավանդույթներ կան, ամեն դեպքում եկեք նշենք։ Փոխինդն ու ալյուրը ինչ են անում։ Դուրսն են դնում են տանիքին կամ դուրսը եւ Սուրբ Սարգիսը ավանդաբար իր ծիու հետքն է թողնում դրա վրա եւ այնտեղ որտեղ կա այդ հետքը նշանակում է այդ տանը այդ տարի պետք է առատության տարի լինի, հաջողության տարի լինի, մուրազի տարի լինի, ինչպես որ ասում են։ Դրա համար Սուրբ Սարգիսը կոչվում է մուրատատու, այսինքն մուրազները կատարող Սուրբ, ուխտերը կատարող Սուրբ։ Աղի բլիթը նրա համար է, որ մարդիկ ծարավ լինեն, երիտասարդները ծարավ լինեն եւ իրենց ապագա փեսացուն կամ հարսնացուն իրենց ջուր տա եւ որ կնշանակի այն ապագա կողակցի մասին, որը ուզի թե չուզի պետք է ընտրի։ Սրանք այդ ժողովրդական սովորություններն են, բայց անշուշտ սրանք տարբերվել են տեղից տեղ։ Ժամանակին Հայաստանը շատ մեծ էր եւ ամեն գավառ ուներ իր սովորույթները, իր ավանդույթները եւ Սուրբ Սարգսի տոնը նշելու իր ձևերը եւ կերպերը։ Սուրբ Սարգիսը շարունակում է իր ներկայությունը ապահովել մեր ժողովրդի կյանքում։ Ամենասիրված Սուրբն է, իր պաշտամունքը ամենատարածվածն է, նամանավանդ նաեւ մեզ մոտ, այնպես որ այսօր երեկոյան արդեն կեսօրից հետո ուղղակի եկեղեցին լեփլեցուն էր երիտասարդներով, որ շատ մխիթարական եւ շատ ուրախալի է։ Եվ վաղը նույնպես մենք կարծում ենք, որ դարձյալ եկեղեցի լեցուն կլինի երիտասարդներով, բայց ինչպես միշտ այս անգամ էլ ստիպված ենք դարձյալ տրտմել որոշ իմաստով, որ քաղաքային եւ մարզային իշխանությունների կողմից այս տոները լիարժեք կերպով ներկայացնելու համար ոչինչ չի արվում։ Շնորհակալություն Սրբազան հայր, ընդունենք հեռախոսազանգ, այնտեղ կշարունակենք մեր զրույցը։ Ալո, դուք եթերում եք։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Բարեստես։ Սրբազան հայր, քանի որ վաղը Սուրբ Սարգիսի տոնն է, ես հարց ունեմ երազի վերաբերյալ։ Ինչպես կարելի է տարբերել Աստծուց ուղարկված երազը չարից ուղարկվածից եւ ընդհանրապես երազները քանի տեսակ են լինում։ Հնարավոր է որ ասենք այդ խորհրդավոր գիշերը, քանի որ չարը հնարավորությունը ունի երազի միջոցով խապել երիտասարդին եւ այդ երիտասարդը արդյունքում խապված մնա։ Ներողություն։ Մի փոքր
Դուք ամուսնացած եք։ Ոչ։ Իսկ երբևէ երազում տեսել եք որևէ մեկին Պահեր եղել են, բայց ասենք չի ստացվել եւ ես չեմ հիմնվել։ այդտեղից էլ հարցն է փոխում։ Այլ հարց Այո։ ունեք։ Ես Սիրակի իմաստությունից մի փոքր հաստված ընտեսեմ։ Այնտեղ ասում է երազների մասին է, ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը եւ վազել քամու ետևից։ Ես մի փոքր հատվածել մի տուր քորսիրը դրանց շատերին մոլորեցին երազները եւ դրանց վրա հույս տնողները խոտորվեցին։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Փաստորեն երիտասարդ ամուսնացած չէ, ստերևույթին ուզում է իսկապես այսօր գոնե ճշտի իր համար այդ երազների պահով։ Անշուշտ երազների հետևից ընթանալ եւ միայն երազներով առաջնորդվելը եկեղեցին չի ընդունում շատ հաճախ։ Մանավանդ մեր տարածաշրջանում մի քիչ շատ երազին հավատացող ժողովուրդ ենք եւ շատ երազներին կարեւորություն տվող ժողովուրդ ենք։ Եվ անշուշտ եկեղեցին չի թելադրում այդ կան մտասևերվել եւ մտավևերվել երազների վրա։ Եվ երազներով առաջնորդվել։ Բայց բնականաբար կան երազներ, որոնք Աստծուց են, եւ դա ժողովուրդը, ասենք, իր դարերի փորձով է եկել այդ համոզման։ Օրինակ այս գիշերվա երազները։ Վերջորդ Սուրբ Սարգսի տոնը 3 առաջի օրը չէ, որ ժողովուրդը նշում է։ Դարերով նշել է, դարերով հավատացել է այս գիշերվա Սուրբ Սարգսի կողմից տրված երազին, եւ դարերով այդ երազի կատարումը տեսել է եւ իր կյանքում ապացուցել է։ Այնպես որ այստեղ խոսում է մարդկության փորձը, որ Սուրբ Սարգսի նախատոնակի գիշերվա երազները ընդհանրապես իրականանում են, որովհետև Սուրբ Սարգիսը ժողովրդի բարեխոսը լինելով, ժողովրդի սիրված սուրբը լինելով կատարում է այն ցանկությունները, ինչը որ Աստծուց են եւ ինչը որ Աստծուն հաճելի են։ Անշուշտ ոչ բոլոր ցանկությունները կիրականանան եւ ոչ բոլոր իղձերը կիրականանան, որովհետեւ բոլորը չէ, որ Աստծուց են։ Անշուշտ այս կոնկրետ այս պարագայում մարդկության փորձն է մեզ բերում այն համոզման, որ այս գիշերվա երազները հիմնականում Աստծուց են եւ հիմնականում իրականանում են։ Բայց շատ ուրախ եմ, որ Աստվածաշունչից այդ համարը հատվածը ընթերցվեց։ Ես միշտ այդ երազներին շատ տեղ տալու կողմնակից չեմ եղել եւ նույնիսկ երբեմն ոչ միայն երբեմն, այլ նաեւ հաճախ, երբ որ մեր ժողովրդի կողմից այս կամ այն հատվածից լսում եմ խոսքեր իրենց երազի տրված կարևորության մասին, միշտ սաստում եմ, օրինակ երբեմն գալիս են եւ այնպիսի երազներ են պատմում մարդիկ, որոնք պարզ երևում է, որ սատանայական են, բայց իրենք ներկայացնում են դա իբրև Աստծուց։ Եվ իրոք դրա համար անհրաժեշտ է հասկանալ եւ տարբերել, ասում է ծառը ճանաչում է իր պտուղներից։ Եվ եթե երազը քեզ մղում է սխալ քայլի, սխալ դիճկորոշման, սխալ մոտեցման, աստվածահայհոյության, աստված անարգության, բնականաբար պետք է հասկանաս, որ դա Աստծուց լինել չի կարող։ Բայց եթե երազը քեզ ուղղում է, խրատում է, սաստում է, բերում է ճշմարիտ աստված ճանաչության, բերում է եկեղեցի, բերում է դեպի սուրբ հաղորդություն, բերում է դեպի վերջի փրկություն, բնականաբար պետք է հասկանալ, որ այդ երազը Աստծուց է։ Անժխտելի է, որ բազմաթիվ անգամ հարցախույզ են կարել եւ մեր քաղաքացիները շատ են ասել, որ այո, հենց այդ գիշերը ես էլի շեղում եմ դեպի երիտասարդները, դեպի ապագա զուգընկերը, որ այո, տեսել են, հենց այդ օրն են տեսել եւ իրենք ամուսնացել են եւ այլն եւ այլն։ Կոնկրետ երևի այդ տիպի երազներին ինչ նշանակություն տանք այսօրը, քանի որ հենց երիտասարդների հովանավոր սրբի տոնն է։ Այո, անշուշտ։ Դե խոսքը այն մասին է, որ Սուրբ Սարգիսը կամայական մոտեցումներով չէ, որ առաջնորդվում է, եւ Սուրբ Սարգսի երազը այն է, որ այսինքն ինքը ապահովում է ապագա ընտանիքի բարեկեցությունը, ապահովությունը եւ սիրո ամրությունը։ Այսինքն իր ընդրությունը մի տեսակ այն ընդրությունն է, որը վերջնական է, միանշանակ է, մեգտնիշտ է, հավիտենական է, անփոփոխ է, որովհետեւ մենք ամուսնությանը չենք մոտենում այնպես, որ այսինքն հերթական մի քայլն է, որը դարձյալ կարելի է կրկնել եւ վերստին կրկնել եւ դարձյալ
Այնպես որ Սուրբ Սարգիսը ինչի օգնում է երիտասարդներին ճիշտ ընտրություն կատարել։ Հարցը այն չէ, որ ինչ որ մի ընտրություն է կատարվում, այլ հարցը այն է, որ կատարվում է ճիշտ ընտրություն։ Եվ շատ դեպքեր գիտեմ ես, նամանավանդ մեծահասակների մոտ, եւ որ ասենք Սուրբ Սարգսի գիշերը երազ են տեսել են իրենց ապագա կողակցին, չեն հավանել, մեծ դժվարությամբ, մեծ, ասենք, սրդի մտքի ալեկոծումով են ի վերջո ամուսնացել, գրեթե բռնությամբ, բայց ի վերջում եղել են հոյակապ ընտանիք, եղել են սկանչելի ընտանիք, ունեցել են սկանչելի զավակներ, ապրել են մինչև խորձերություն եւ նույնիսկ խորձերության մեջ դարձյալ երիտասարդի ավյունով սիրել են միմյանց։ Այնպես որ Սուրբ Սարգսի ընտրությունը ոչ թե քմահաճ ընտրություն է, ոչ թե պատահական ընտրություն է, այլ ճիշտ ընտրությունն է։ Այն ընտրությունն է, որ միակն է եւ անփոփոխն է։ Եվ ես դեռ չեմ լսել այդպիսի մի դեպք, որ այսպիսի ընտրությամբ ամուսնություն կնքածներից որևէ մեկը ամուսնալուծված լինի։ Բայց անշուշտ պետք է միշտ մտի ունենալ, որ սա վերջնական եւ միակ ատյանը չի ամուսնության, այսինքն չպետք է սպասել 15 տարի եւ ամեն տարի փորձել սպասելու համար այդ երազին եւ կլինի նաեւ ճիշտ ընտրություն առանց Սուրբ Սարգսի օժանդակության։ Այսինքն այն չէ, որ միայն Սուրբ Սարգսի օժանդակությամբ է, որ ճիշտ ընտրություն կկատարվի, այլ մարդը կարող է նաեւ ճիշտ ընտրություն կատարել ինքը իր օժանդակությամբ, ծնողների օժանդակությամբ, հարազատների օժանդակությամբ, Աստուծո օրհնությամբ, այնպես որ սա միակ եւ վերջնական ադյանը չէ։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ դուք կարող եք զանգահարել մեզ 3042 23413 հեռախոսահամարներով եւ մեզ հետ կիսել ձեզ հետ պատահած դեպքերը, խոսել այդ դեպքերի մասին, կոնկրետ Սուրբ Սարգսի գիշերվա տեսած երազի առնչվող թեմայի մասին կխոսենք։ Պարտադիր չէ, որ չէ հարց ուղենք այսօր, հետաքրքիր է նաև այդ դեպքերի մասին լսել։ Սրբազան հայր, քիչ առաջ նշեցիք, որ քաղաքային եւ մարզային իշխանությունները ոչ լիարժեք կերպով են մոտենում կազմակերպում, ինչ ասել է, դա ինչ պետք է անեին իրենք, որ չեն արել։ Դե տոնելը ինչ է նշանակում, ինչ պետք է անել։ Կոնկրետ այդ իշխանությունը։ Հիմա հունվարի 1-ին ոչինչ չարվեց։ Արվեց։ Ոչինչ չարվեց։ Սուրբ ծնունդին ոչինչ չարվեց, արվեց։ Ինչ տեսակ տոնակատարություն։ Դա պետք է լինի ժողովրդական տոնախմբություն, հրաբարագային ժողովրդական տոնախմբություն պետք է կազմակերպել, որ ժողովուրդը ուրախանա, ոչ միայն եկեղեցի գա, եկեղեցիով մխիթարվի, անշուշտ դա ամենակարևորն է եւ ամենաառաջնայինն է։ Եկեղեցին իր բաժինը կատարում է։ Սուրբ ծնունդը հոյակապ անցավ, հունվարի 5-ն էլ, հունվարի 6-ն էլ սկանչելի անցավ, եկեղեցական իմաստով։ Բայց լավ, ժողովուրդը եկեղեցից դուրս եկավ, եւ դեռ 7-8 ժամ, 10 ժամ ունի իր արժեվում այդ օրը։ Ինչով պիտի ուրախանա։ Իսկ այդ օրը հնարավոր է պետք է ուրախացնեն։ Երիտասարդության տոնն է։ Կա նաեւ, ասենք, միջազգային երիտասարդության տոն չէ։ Սա հիմա զուտ ազգային երիտասարդության, հայ երիտասարդության տոնն է։ Ինչպես է նշվում այս երիտասարդության տոնը։ Բացարձակապես չի նշվում։ Վաղը կգա Վարդանանց տոնը, բացարձակապես չի նշվի։ Կգա Բարեկենտանը, բացարձակապես չի նշվի։ Տյարընտարաչը կգա, բացարձակապես չի նշվի Բաքվում։ Իմ սիրտը մտնում է այս երիտասարդների համար, որոնք վաղը պիտի գան եկեղեցի, իրենց մոմը վառեն, իրենց աղոտ կասեն, դուրս գան եւ անելիք չունենան անելու։ Սա է սարսափելին։ Վերջ-վերջո ինչով պետք է մենք մեր պարտականությունը, առաջնորդարան, քաղաքապետարան, մարզպետարան, մեր պարտականությունը կատարենք մեր ժողովրդի հանդեպ, կոնկրետ վաղի երիտասարդության հանդեպ։ Եվ սա առաջինը չէ, այսինքն առաջին անգամ չէ, որ ես սա ասում եմ։ Ամեն տարի ասել եմ, ամեն տարի ասում եմ։ Եվ ոչինչ չի փոխվում։ Այլևս երևի պիտի չասեմ, որովհետև անիմաստ է։ Հիմա էլ նախընտրական շրջան է, բնական է բոլորի միտքը զբաղված է ընտրություններով, այլևս ով հավես ունի երիտասարդներով զբաղվելու կամ Տյարընտարաչ կամ Բարեկենտանում են պետք դրանք։ Կարևորը ընտրությունը իրենց ուզած տեխնազույն անցկացնել, հաջողացնելն է։ Սա է մարդկանց մտածումը։ Եվ սա տխուր է։ Գիտեք, 10 տարի առաջ
բյուջե չունեինք, փող չունեինք, միջոց չունեինք, հնարավորություն չունեինք։ Այսօր ամեն ադյանից խոսում են, որ այսօր մենք չունենք այդ խնդիրը, այսօր բարեկեցությունը բարձրացել է, ժողովրդի կենսամագարտակը բարձրացել է, բյուջեն լցված է, բյուջեն տասնապատկվել է, բյուջեն չգիտեմ քանիա պատկվել է։ Մի բան արեք այս ժողովրդի համար, այս ժողովուրդը ուրախանա, գոնե իր տոներին ուրախանա։ Սա է իմ վրդովմունքը, սա է, հասկանում եք։ Եվ իրոք վաղը ինչ պիտի անի երիտասարդությունը։ Տեսեք Երևանում ինչ հսկայական միջոցառումներ են կազմակերպել։ Ամբողջ թատրոնում, օպերայում, համերգներ, համերգային ծրագրեր, արշավներ, չգիտեմ ինչեր։ Ձիերով երթ են կազմակերպում Սուրբ Սարգսի ուրեմն ինչ ասես անում են մարդիկ։ Այստեղ մշակութային մայրաքաղաք հայտարարելով ում եք խաբում։ Այսինքն խաբում ենք երևանցիներին, որ իբրև թե մենք այսօր ուր է։ Ես դարձյալ ասում եմ, օրինակները բերում եմ, եթե որևէ մեկը կարող է հերքել ասածս, թող հերքի։ Այն որ Սուրբ Ծնունդ չնշվեց ժողովրդական տոնախմբության իմաստով, սուտ է, ոչ։ Վաղը չի նշվի երիտասարդության տոնը, հետո էլ կգան հաջորդ տոներ, այդպես կգան աննկատ եւ եկեղեցական մագարտակով կանցնեն։ Դու ոչ pedagogan տոներն են նշվում, պատշաճ, ոչ եկեղեցական, որ ազգային տոներ են։ Եկեղեցական ոչ մի տոն այսպես զուտ եկեղեցական տոն չէ։ Եկեղեցու համար։ Բոլոր եկեղեցական տոները նաեւ ազգային տոներ են։ Այդ ազգային տոներին պետք է պայմաններ ստեղծել, որ այս ժողովուրդը ուրախանա։ Մի բան, մի միջոցառում կազմակերպեք, մի բան արեք, գոնե մտածեք այդ ուղղությամբ, չեն էլ մտածում։ Շնորհակալություն, լսենք հեռուստադիտողին, ալո դուք եթերում եք։ Ալո։ Այո, խնդրեմ։ Բարեցես։ Բարեցես։ Հաշս ուզում եմ ուղղել Սրբազանին։ Խնդրեմ։ Այո։ Մի խումբ երիտասարդ աղջիկների եւ տղաների կողմից ուզում ենք իմանալ ինչպես անենք, որ տեսնենք երազը։ Շնորհակալություն։ Կա հատուկ ձև։ Այդ հատուկ բան չկա, ուղղակի։ Այդ օրը հարաբերս ծոմ են պահում, շատ աղի բլիթ են ուտում եւ աղոտ կանելով պարգում են քնելու, որպեսի երազը տեսնեն։ Հիմա եթե չտեսնեն էլ մի մեծ ողբերգություն չկա։ Մյուս տարի կտեսնեն, կամ մեկ այլ ձևով կգտնեն իրենց կողակցի, այնպես որ դրա մեջ ողբերգություն չկա, բայց ձևը դա է, այսինքն ծոմապահություն, աղի բլիթ, ջուր չխմել, քնելուց առաջ։ Սրանք դարձյալ ասում եմ, ժողովրդական սովորություններ են, ժողովրդական տոնախմբություններ են, որոնք եկեղեցին չի հաստատել եւ եկեղեցու կարգ եւ կանոն եւ օրենք չէ։ Բայց եկեղեցին ժամանակի ընթացքում բայց փորձված արդեն այո, փորձված է եւ եկեղեցին իր օրհնությունը տվել է։ Այս ամենի մեջ վատ բան չի տեսել եւ դրա համար չի խոչընդոտել եւ ընդունելի է եկեղեցու համար։ Այս Սրբազան հայր, էլի նախորդ մեր խոսակցությանն եմ ուզում վերադառնալ, նշեցիք հնարավոր է համագործակցություն եկեղեցու եւ տեղական մարզային իշխանությունների միջեւ, որպեսզի այդ տոնակատարությունները նշվեն։ ինչու հնարավոր չէ։ Ինչ պետք է անել այդ համագործակցությունը կազմակերպելու համար։ Չգիտեմ։ Որ ասենք բոլորի համար էլ լավ լինի, բոլորն էլ ուրախանան։ Ես արդեն հոգնել եմ ամեն տարի նույն բանը ասելուց։ Եվ երբեք չի եղել որ ասեն, հա, լավ, Սրբազան, եկեք տեսնենք ինչ ենք անում։ Երբեմն եղել է, որ այո, լավ կանենք, վերջին պահին մեզ թողել են մենակ։ Քանի անգամ է եղել։ Օրինակ Տերնդեզի ժամանակ, քանի անգամ նույն բան պատմությունը տեղի ունեցավ, որ այսինքն մենք դուրս ենք գալիս եկեղեցու բակ, խարույկ ենք վառում եւ խարույկից հետո սկսվում է ժողովրդական տոնախմբությունը։ Մենք ապահովում ենք այս, դուք ապահովում եք այն, մյուսները ապահովում են այն։ Վերջին օրը, վերջին վայրկյանին հանգարց մնում ես մենակ ձեռնունային, որովհետեւ մնացած միջոցառումները չգիտես ինչ պատճառներով չեն իրականանում։ Այլապես ով է խանգարել կամ ինչու պետք է առաջնորդարան առաջամարտիկը լինի այս հարցում, ասելով թե եկեք տոնենք, թող իրենք գան մեզ ասեն եկեք տոնենք։ Մի անգամ եղել է այս 9 տարվա մեջ, որ գան եւ առաջնորդարանին ասեն Սրբազան, մենք ուզում ենք այսիշ տոնը լավ պատշաճ մագարտակով գեղեցիկ կերպով տոնել։ Ինչ անենք, միասին եկեք անենք։ Եղել է, եթե եղել է, թող գան ասեն։ Թող գան մի անգամ ասեն, որ այս անգամ մի ընդհանրապես միշտ եղել է եկեղեցին այս հարցում առաջամարտիկը։ Եվ եթե
Հիմա հիշողներ չկան, բայց 2000 թվականին առաջին հրաբարակային միջոցառումները տոնախմբությունները եկեղեցին կազմակերպեց, որ այսօր շատ քչերն են հիշում։ Սուրբ Ծնունդ կազմակերպեց, Մասսայական տոնախմբություն հրաբարակում, Տյառնընտարաշ կազմակերպեց, Սուրբ Սարգիս կազմակերպեց, Բուն Բարեկենտան կազմակերպեց, Ծագազարդ կազմակերպեց, Համբարձում կազմակերպեց։ Այն մտածումը, որ լավ, էստաֆետը կվերցնեն, բայց վերցնող չեղավ։ Եվ սա է իմ մտահոգությունը, որ այսպես անթույլատրելի է, այսպես չի կարելի շարունակել։ Եթե մենք ուզում ենք ազգային պետություն, ազգային նկարագրով երիտասարդություն կերտել, պիտի հոգ տանենք այս ամենի մասին։ Եվ չի կարող առաջնորդարանը, առավել եւս առաջնորդարանը, չի կարող այս հոգսը մենակ տանել։ Այսօր մենք ցանել ենք եւ վգա է իրականությունը, երբ որ մեր եկեղեցիները լեփլեցուն են։ Հունվարի 5-ին եւ 6-ին մեր եկեղեցին լեփլեցուն էր, նշանակում է եկեղեցին իր պարտքը կատարել է որոշակի չափով։ Այսօր եկեղեցին լեփլեցուն էր երիտասարդներով, նշանակում է մենք մեր պարտքը կատարել ենք երիտասարդների նկատմամբ կամ կատարում ենք, անշուշտ դերելի ունենք կատարելու։ Լավ, մյուս կառույցներն էլ թող իրենց պարտքը կատարեն։ Եվ այս իմաստով, չգիտեմ, եթե հերթական անգամ պիտի ասածս մնա ձայն բարբարո հանապատի, ինչ կարող եմ ասել, կսպասենք լավ օրերի հույսով, մի օր կլինի լավ օր։ Շնորհակալություն, լսենք հեռուստադիտողին, ալո, դուք եթերում եք։ Ալո։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Հատուկ ուզում եմ ուղղել Սրբազան հորը եւ նախորդ հայտնում եմ շնորհակալությունը եւ ուզում եմ իմանալ, թե արդյոք այս շաբաթվա ընթացքում, ծոմապատյան ընթացքում կարելի է մաքրություն անել, որովհետեւ շատերը նշում են, որ չպետք է գլուխներս լվանալ կամ լվացք անել։ Շնորհակալություն հարցի համար։ Դրանք հին ժողովրդական հավատալիքներ են եղել, որոնք քրիստոնեության հետ ուղղակի կապ չունեն եւ եկեղեցու հետ կապ չունեն։ Այո, այդպիսի հավատալիքներ եղել են այս բայեցողության ընթացքում։ Եվ առավել եւս այսինքն երեկոյան, այս գիշեր այո լվացք անել մեր տատիկները այդպես ասում են։ Չգիտեմ, այսպիսի պատմություններ կային։ Բայց դրանք եկեղեցվո դարձյալ ասում եմ եկեղեցվո օրենքը չեն։ Դրանք ընդհանրակը կարող են վնաս տալ, եթե մարդուն շեղեն ուշադրությունը իր հիմնական հավատքից։ Որտեղ ոչ օջարի մեջ է հավատքը, ոչ լվացքի մեջ է, ոչ գլուխը լվանալ չլվանալու մեջ է։ Դրանով չի արտահայտվում հավատքը։ Հավատքը խոր հոգևոր զգացողություն է, հոգևոր վիճակ է եւ բնականաբար հոգևոր պատասխան է եւ Աստված ասում է հոգի է եւ նրան պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագել։ Այնպես որ այս երկրորդական, երրորդական, չորրորդական բաների վրա ուշադրություն այդպես սևեռելը, առավել եւս վախեցնելը ճիշտ չէ։ Օրինակ ես գիտեմ, որ դեպքեր, որ ասենք մեծահասակները երիտասարդներին վախեցնում են, բայց լվացքը չանես, վայ այն ինչ չանես, վայ չլվացվես, վայ չլողանաս։ Դրանք ճիշտ չեն։ Բայց եթե օգնում են այդ միջոցները, դրանք միջոցներ են բոլորը։ Եթե այդ միջոցները օգնում են մարդուն իր հոգևոր վիճակի մեջ ամրանալու, զորանալու, այո, կարելի է։ Բայց մտասևեռվել այդ իրողությունների վրա ճիշտ չէ։ Եվ առավել եւս հիմա, երբ որ բնականաբար ժամանակները փոխվել են, ժամանակին մարդիկ ամեն օր չէին լողանում եւ ամեն օր լողանալու հնարավորություն էլ չունեին, այնպես որ իրենց կարող էին թույլ տալ նաեւ 1-2 օր եւս չլողանալ։ Այսօր մարդկությունը զարգացում է ապրում եւ ջուրը մատչելի է, տաք ջուրը մատչելի է, անշուշտ խոսքս հարաբերական է, մեր քաղաքի շատ բնակիչներ մանավանդ այս օրերին զրկված են նաև ջրի պայմաններից, տարրական պայմաններից, բայց եւ այնպես ջուրը այսօր շատ ավելի մատչելի է, քան նախկինում է եղել։ Եվ դրա համար մարդկանց կենսամագարտակը ավելի բարձրացել է եւ նրանք չեն կարող իրեն զրկել այդ որոշակի կենցաղային հարմարություններից։ Այնպես որ վերջացնելով
այդ բոլոր երկրորդական բաների վրա այդքան ուշադրություն դարձնել պետք չէ։ Հիմնականը հավատք ունենալ, հավատքով դիմել, հավատքով Սուրբի բարեխոզությունը հայցել եւ հավատքով պատասխան ստանալ։ Սրբազան հայր, երիտասարդները մեր քաղաքում եւ ընդհանրապես երկրում նշում են նաեւ Վալենտինի տոնը։ Չեն նշում արդեն չեն նշում։ Ասենք այդ տոնին, երբ որ նշել են, լավ էսպես ձևակերպում, բացիկներ են իրար նվիրել, իսկ Սուրբ Սարգսի տոնին նվիրված բացիկներ հնարավոր չէ, կան արդյոք մի տեղյակ չեմ։ Այ խնդրեմ գաղափար։ Մեր այդ հարցով զբաղվողներին, այդ բիզնեսմեններին, քարտ տպագրողներին, չգիտեմ ում գաղափար թող վերցնեն եւ տպեն գեղեցիկ բացիկներ Սուրբ Սարգսի պատկերով, Սուրբ Սարգսի բարեխոսությամբ, չգիտեմ, ինչ որ բանել գուցե արևմուտքից վերցնելով այդ սրդիկների պատկերները կամ չգիտեմ ինչերը, թող վերցնեն եւ անեն, տպեն, տարածեն եւ իրենց այսպես ասած գործը կլինի եւ նաեւ ժողովրդի մեջ որոշակի աշխուժություն կառաջացնի եւ երիտասարդներն էլ ինչ որ մի հիշատակ կունենան դա այդ ամենից, այնպես որ դա շատ դրական կլինի, եթե լինեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ մյուս տոնին, այդ տոնը չի տոնվում եւ ինչու՞ չի նշվում, ասենք մի ժամանակ դե մի ժամանակ, որովհետեւ այսպես ինչ որ արևմտյան էր, լավն էր այս հոգեբանությամբ մտավ, բայց երկար չէր կարող տևել դա, որովհետեւ մենք ունենք մեր ավանդական տոնը։ Սուրբ Սարգսի տոնը ոչնչով վատը չէ այդ տոնից եւ ընդհակառակը ինչու ենք մենք մեզ տոնից զրկում։ Փետրվարի 14-ը Տիարընտարաջ է։ Այդ օրը պետք է Տիարընտարաջ տոնել եւ ոչ թե ինչ-որ Սուրբ Վալենտին։ Իսկ Տիարընտարաջից բացի պետք է տոնել նաեւ Սուրբ Սարգիսը։ Այսինքն մեկ տոն ունենալու փոխարեն մենք առաջարկում ենք ունենալ երկու տոն՝ Տիարընտարաջ եւ Սուրբ Սարգիս։ Վատ է։ Վատ չէ, կարծում եմ վատ չէ, եւ հիմա երիտասարդները շատ լավ հասկացել են, շատ լավ ընդունել են Սուրբ Սարգիսը եւ մյուս տոնը արդեն կամաց, ինչպես որ չկար նախկինում, հիմա էլ կամաց չի լինի։ Սրբազան հայր, երիտասարդների տոնն է, ասել է թե անձնական առնչություն ունի սիրո հետ։ Մկրտիչ Արմենի հեղնար աղբյուրում ասում է սերն ասանից է, իրավունքը սիրունն է, ամեն պարագայում է իրավունքը սիրունը։ Օրինակ կոնկրետ այդ հենց տվյալ դեպքի համար, երբ որ օրինական չէ սերը, այսինքն այդ սերը նման բաներ ճանաչում է, օրինականություն եւ այլն։ Սեր ասվածը շատ լայն հասկացողություն է։ Ցավոք ժամանակակից մարդը սեր ասելով զգայական սերն է միայն հասկանում, բայց սերը միայն զգայական չէ, միայն ֆիզիկական սերը չէ եւ միայն ֆիզիկական ցանկությունը չէ։ Սերը շատ ավելի խորն է, սերը նախ հոգուց է սկսվում, հետո է անցնում մարմնին։ Այնպես որ Աստծուց եղած սերը այդ հոգեվոր սերն է։ Եվ ամեն կիրք չէ, որ սեր է։ Դրա համար կիրքը սիրուց պետք է զանազանել։ Սիրահարվածությունից անգամ սերը պետք է զանազանել։ Երբ որ ասում ենք Աստված սեր է, Աստվածաշունչը ասում է Աստված սեր է, այստեղ երբեք չենք կարող Աստված սեր է հասկացողության մեջ ինչ որ կիրք կամ ինչ որ մի զգայական ցանկություն կամ ինչ որ մի բան ներմուծել։ Այ աստվածային սերը այդ սերն է։ Եվ այդ աստվածային սերը լինում է բոլոր մակարդակների վրա։ Լինում է որդի ծնող, ծնող որդի հարաբերության, ընկեր, բարեկամ հարաբերության վրա, եւ այո, անշուշտ լինում է տղամարդ կին հարաբերության վրա։ Բայց եթե չկա հոգեվոր կապվածությունը, հոգեվոր միասնությունը, որովհետեւ մարդը ընդհանրապես հոգի է նախ եւ առաջ, հետո միայն մարմին։ Եվ երբ մենք ասում ենք տղամարդ եւ կինը միանալով դառնում են մեկ մարմին, սա զուտ ֆիզիկական միությունը չի նշանակում, սա հոգեվոր միությանն է վերաբերում։ Երբ որ իրենք ապրում են արդեն մեկը մյուսի համար, մեկը մյուսով հարստանալով, մեկը մյուսին ամբողջացնելով, եւ այս ամբողջը լինում է նախ հոգով։ Այս ամբողջ չի կարելի պատկերացնել ֆիզիկական, զգայական սիրո։ Ուրեմն դրա համար եկեղեցին երբ խոսում է սիրո մասին, ինքը շատ ավելի բարձր հասկացողության եւ շատ ավելի խորը եւ շատ ավելի լայն հասկացողության մասին է խոսում, շատ ավելի բարձր հասկացողության մասին է խոսում։ Հրապուրանքի մասին չէ
կրկի մասին չէ, ցանկության մասին չէ։ Եվ դրա համար Սուրբ Սարգսի բարեխոսությունը երբ որ հայցում ենք, հենց մեր հայցի մեջ այդ մոտեցումը կա, ճիշտ ընտրություն կատարելու։ Ինչու համար եմ ասում ճիշտ ընտրություն կատարելու։ Գուցե հմայվենք ինչ-որ մի գեղեցկությամբ, ինչ-որ մի արդակին մի երևույթով, բայց դա մեզ կարող է տանել դեպի կործանում, դեպի խաթարում, դեպի սիրո ոչնչացում։ Դրա համար մարդը, յուրաքանչյուր տղամարդ կամ յուրաքանչյուր կին պետք է փնտրի եւ գտնի իր կեսին։ Իսկ այդ կեսը մեկն է։ Ամբողջ այս միլիարդավոր բնակչության մեջ յուրաքանչյուր մարդու կեսը միայն մեկն է, երկրորդը չկա։ Եվ դրա համար ճիշտ ընտրություն կատարելու համար միշտ պետք է աստվածային բարեխոսությանը դիմել, աստվածային օգնականությանը դիմել եւ այդ աստվածային սերը մեջ ունենալ, հասկանալու համար, որ ես այս քայլը կատարում եմ եւ այս ամուսնությունը կնքում եմ, ոչ թե պարզապես որովհետեւ հմայված եմ կողքինից գեղեցկությամբ ֆիզիկական, այլ որ նա իմ կեսն է եւ ես իրենով ամբողջանում եմ, դառնում եմ մեկ։ Այս մոդեցումը եթե լինի, այս լրջությունը եթե լինի, այս խոր մոդեցումը եթե լինի, բնականաբար մեր ընտանիքները շատ ավելի ամուր կլինեն, շատ ավելի կայուն կլինեն, շատ ավելի երջանիկ կլինեն։ Եվ եթե ընտանիքները ամուր են եւ երջանիկ են, նշանակում է երեխաներն են երջանիկ, նշանակում է հասարակությունները երջանիկ, նշանակում է երկիրները երջանիկ։ Ամեն մի դժբախտություն, հասարակական դժբախտություն ընտանիքից է սկսվում։ Ընտանիքում եթե ինչ-որ մի բան այն չէ, այդ ընտանիքի անդամը այդ ամբողջ խնդիրները բերում է իր աշխատանքի վայր, իր հարազատների մեջ, իր ընկերների մեջ եւ խաթարում է ամբողջ հասարակական կյանքը։ Դրա համար երբ որ ասում ենք սեր, պիտի հասկանանք, որ սեր կոչվածը այն սերն է, ինչ որ Աստված է տվել եւ ինչ որ Աստված է կամենում, եւ ինչ որ Աստված է թելադրում, եւ դա միայն զգայական սերը չէ։ Զգայական սերը, ֆիզիկական սերը այդ ամբողջ սիրո մի մասնիկն է միայն։ Շատ հաճախ մեզ մոտ այդ ամուսնության գործընթացը բավականին կարճ է տևում։ Այսինքն չեն հասնում մարդիկ իրար ճանաչել եւ ամուսնանալուց հետո պարզում են, որ այն մարդուն, որին ընտրել են, իրենց կեսը չէ։ Այդ դեպքում մի քիչ դժբախտ են լինում, չէ՞ իրենք եւ ասենք, որ հետո նոր են սիրում, դա որքանով է մեղք համարվում։ Սիրում են մեկ ուրիշին, որն իրենց ամուսինը չէ, կինը չէ։ Այդ պարագայում ինչ պետք է անել, դա որքան է մեղք։ Այդ նույն սերը։ Դրա համար պետք է լուրջ ընտրություն կատարել։ Եվ եթե նույնիսկ այս կամ այն պատճառով այդ ընտրությունը այնքան էլ լուրջ չի եղել, բայց եթե ուխտ ես կնքել, ամուսնությունը ուխտ է։ Եվ եկեղեցին այդ մասին է խոսում, ասելով, որ ամուսնությունը ուխտ է, որը կարող է քանդել միայն մահը։ Ուրիշ քանդող հանգամանք չպետք է լինի։ Այսինքն Աստված միացրեց, մարդիկ չպետք է բաժանեն։ Նույնիսկ այն պարագայում, երբ այդ սերը չկա, հա։ Այդ սերը պիտի լինի, այդ սերը կլինի, եթե դու ցանկանաս, որ այն լինի։ Եթե դու քեզ համար ընտանեկան երջանկություն, ընտանեկան ջերմությունը եւ քո կողակցին մերձ լինելու, սիրող լինելու զգացումը հաղթանակի, չի կարող այդ ընտանիքը սիրո զգացումով չլինել։ Ինչքան էլ որ այս կամ այն պատճառով ամուսնացած լինեն։ Մեր հին ժամանակներում մեր տատիկները եւ պապիկները ամուսնացել են ծնողների ընտրությամբ, խնամիների բարեխոսությամբ, բայց ամուր ընտանիքներ են կազմել, որովհետեւ իրենք հասկացել են, որ սա ուխտ է։ Եվ եթե իրենք ուխտը կնքել են, ապա այդ ուխտին հավատարիմ պետք է լինեն։ Մեր ընտանիքների դժբախտության մեծ մասը գալիս է նրանից, որ կինը եւ ամուսինը ամուսնանալով շարունակում են ամեն մեկը ապրել իրենց համար։ Բայց ամուսնությունը մի հատման կետ է, որտեղից մարդու կյանքը փոխվում է։ Ցանկացած տղամարդ, երբ մինչև ամուսնությունը ապրում է իր համար, բայց ամուսնությունից հետո պիտի ապրի միայն կնոջ համար։ Նույնը կինը, մինչև ամուսնությունը ինքը ապրում է իր համար, բայց ամուսնությունից հետո պիտի ապրի ամուսնու համար։ Այ եթե ամեն մեկի մոտ այդ փոխադարձ զոհաբերությունը լինի, ամուսինը ապրի կնոջ համար, կինը ապրի ամուսնու համար, ոչ մի ամուսնալուծություն տեղի չի ունենա։ Բայց եթե շարունակվում է այդ էգոիստական, ինդիվիդուալիստական մոտեցումը, որ ես եմ, նա է, այստեղ ընտանիք կայանալ չի կարող։ Հետևաբար այստեղ ոչ թե
սրան սիրեցի, նրան չսիրեցի հարցն է, այլ այդ ուխտի նկատմամբ անտարբեր եւ անփույթ վերաբերմունքն է։ Եթե Աստուծո սեղանի առջև դու կնքում ես ուխտդ եւ հասկանում ես այդ ուխտի լրջությունը, եւ հասկանում ես այդ քո ընդրության լրջությունը, եւ հասկանում ես, որ այս պահից արդեն դու չես քո կյանքի տերը, այլ կա մեկը, որին պարտավոր ես հոգ տանել, եւ նա ավելի կարեւոր է, քան քո սեփական անձը։ Ցանկացած ամուսին, ցանկացած կին այդպես պետք է մոտենա ամուսնության, հասկանալու համար, որ իր կողքին իրենից ավելի կարեւոր է։ Եթե այս մոտեցումը եղավ, ոչ մի ընտանիք չի քայքայվի։ Եվ հնում այն ընտանիքները չէին քայքայվում այդ զգացողությամբ, որովհետև այո, ամուսինը կարող էր այս թերությունը ունենալ, կինը կարող էր այն մյուս թերությունը ունենալ, բայց մարդիկ հասկանում էին ուխտի լրջությունը եւ ուխտի արժեքը հավատարիմ էին մնում։ Եվ սրանից ինչ մաղթանք է հետևում, ինչ կմաղթեիք դուք մեր երիտասարդներին, որոնք այդ քայլին են գնալու վերջի ընտրելու են կյանքի ընկեր, այո։ Միակ եւ անփոփոխ եւ վերջնական եւ հավիտենական։ Բնականաբար պիտի մաղթեմ, որ մեր երիտասարդները ճիշտ ընտրություն կատարեն եւ ընտրությունը կատարելուց հետո Աստծո սեղանի առջև ուխտ կատարելուց հետո այն բոլոր ասածներս, ինչ որ ասացի, իրենց կյանքում արժևորեն։ Այդ եսասիրական, եսամոլական նկարտումները ամուսնությունից հետո պետք է մեկ կողմ դնել։ Եվ մեզ համար մեծ երջանկություն է տեսնել, որ մեր երիտասարդները ամուր ընտանիքներ են կազմում, առողջ ընտանիքներ են կազմում։ Ես միշտ ասել եմ, մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Ես չեմ ընդունում այն քննադատությունը, որ երբեմն մեր երիտասարդների նկատմամբ արվում է։ Այո, մեր երիտասարդները իրենց կենցաղով տարբեր են, մեզանից էլ, մեր մեծերից էլ, իրենց ազատությամբ, իրենց կյանքի նկատմամբ ժամանակներում, իրենց մոտեցումներով, իրենց հայացքներով տարբեր են, բնականաբար տարբեր էլ պետք է լինեն։ Բայց Աստուծո նկատմամբ իրենց կեցվածքով, եկեղեցու նկատմամբ իրենց կեցվածքով շատ ավելի լավն են եւ այսօր էլ արդեն ապացուցեցին այդ իրենց ներկայությամբ մեր եկեղեցիներում, այնպես որ լավ երիտասարդությունը արժանի է լավ ընտանիք ունենալու, լավ երիտասարդը արժանի է լավ ընտանիք կազմելու եւ բնականաբար մեր մաղթանքը պետք է լինի, որ մեր այս լավ երիտասարդները, լավ երիտասարդուհիները իրոք երջանիկ լինեն եւ երջանիկ լինեն հենց ընտանեկան հարգիցներս եւ ընտանեկան հարգում գտնեն իրենց երջանկությունը եւ այդ երջանկությունը տարածեն նաեւ իրենց ընտանեկան հարգից դուրս։ Մեր ազգային մտածողությունը որքանով է նպաստում, որ մեր երիտասարդներն ամուր ընտանիք ունենան։ Հենց ազգային մտածողությունը հենց նպաստում է։ Որովհետեւ ազգային մտածողությունը, ենթագիտակցական նույնիսկ մտածողությունը խոսում է այն մասին, որ այո, ընտանիքը կարևոր է։ Եվ մենք դեռ թեև թերություններ կան, աղավաղումներ կան, խաթարումներ կան, բայց դեռ մնում ենք այն ազգը, որ շատ լուրջ է վերաբերվում ընտանիք հասկացողությանը։ Եվ դա ասված, որ ոչ թե գնանք թեթևսոլիկ ճանապարհով այս սերիալները նայելով, որոնք կարելի է նայել, խնդիր չունեմ ես մասնակի, բայց այդ սերիալներին ընտորինակելով միշտ փորձել սիրել մեկ ուրիշին, որը քո կողքինը չէ, այդ հիմար մտածումը կարծեմ մեր ժողովրդի մոտ չպետք է լինի եւ չկա, եւ այնպես որ ազգային մտածելակերպը օգնում է մեզ եւ ոչ թե խանգարում, որովհետեւ ազգային մտածելակերպի մեջ ընտանիքի գաղափարը եւ ընտանիքի ամրության գաղափարը շատ ուժեղ կերպով նստած է եւ այստեղ բնականաբար երկու կողմներ անելիք ունեն։ Ցավոք վերջին շրջան ասելով վերջին 5 տարին նկատի չունեմ կամ տասնամյակները մի քիչ ավելի ընտանիքի ամրության պահպանության հոգսը կանանց վրա է դրված, քան տղամարդու, որը ճիշտ չէ։ Տղամարդը պետք է լինի հիմնական կրողը ընտանիքի ամրության պահպանության։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, մեզ հատկացված ժամանակը սպառվեց, ես ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքները ամուր լինեն եւ բոլորը սիրով լինեն, Աստված օգնական սրբազան։ Աստված պահապան, ամեն։ Ցտեսություն։